Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը թող յուրաքանչյուրիս հետ լինի միշտ։ Հայր Աստված, ամեն փառք ու մեծարանք քեզ ենք տալիս։ Գոհանում ենք Հիսուս Քրիստոսի համար, քո միածին ու Սուրբ Որդու համար, ով իրեն հավատացողների ու վստահողների ոչ միայն Տերն ու Փրկիչն է, ոչ միայն Թագավորն է ու նաև ընկերը, եղբայրը, այլ նաև քո ցանկությամբ ու քո կարգադրությամբ մեր քահանապետն է։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ դու մարդ դարձար, որպեսզի հասկանաս մեզ, մեր չարչարանքները ու դժվարությունները, մեր տկարությունները, որովհետև դու ինքդ անցել ես նույն ճանապարհներով, մասնակից ես մեր չարչարանքներին։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ դու ամեն փորձության ու գայթակղության ենթարկվելով անցել ես, ինչպես մենք, բայց մերպես մեղք չես գործել, դու անմեղ մնացիր, որպեսզի արժանի լինես քո սուրբ արյունով մեր մեղքերը քավելու։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, քո սուրբ արյան համար, որ քո միջոցով Աստծո շնորհին գահին կարող ենք համարձակությամբ մոտենալ եւ ողորմություն ստանալ, ներում ստանալ մեր մեղքերի համար եւ քո շնորհը ստանալ մեր դժվարությունների, հոգսերի մեջ եւ ամեն կարգի օգնության համար։ Փառք, պատիվ, մեծարանք եւ օրհնություն Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հիմա եկեք վերադառնանք ելք գրքին 8-րդ գլխում ենք, կարդանք այսօրվա հատվածը եւ մեկնաբանությունը։ Իսկ դուք նախկին դասերը լսեք, խնդրում եմ։ Տերն ասաց Մովսեսին. «Վեր կաց, վաղ առավոտյան եւ կանգնիր փարավոնի առաջ։ Ահա դուրս է ելնում դեպի ջուրը, ու ասա նրան. Տերն այսպես է ասում. Արձակիր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։ Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա եւ քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես եւ այն հողը, որի վրա նրանք բնակվում են։ Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, Գեսեմի տարածքը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը Իսրայելը, եւ այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը երկրի մեջ։ Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի եւ քո ժողովրդի միջև, վաղը կլինի այդ նշանը։ Եվ Տերն այդպես էլ արեց, մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան, նրա ծառաների տների եւ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։ Փարավոնը կանչեց Մովսեսին եւ Ահարոնին եւ ասաց. «Գնացեք ձեր Աստծուն զոհ մատուցեք այս երկրում»։ Մովսեսն ասաց. «Կարելի չէ այդպես անել, որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելի ենք զոհում Տիրոջը, մեր Աստծուն, եւ եթե եգիպտացիների համար գարշելին զոհ մատուցենք իրենց աչքի առաջ, մեզ չեն քարկոծի, ուրեմն 3 օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ եւ զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ նա կասի մեզ»։ Փարավոնն ասաց. «Եթե ձեզ թողնեմ, որ գնաք եւ ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք, ինձ համար աղոթեք»։ Մովսեսն ասաց. «Ահա ես դուրս կգամ քո մոտից եւ կաղաչեմ Տիրոջը, որ վաղը շնաճանճերը հեռանան Փարավոնից, նրա ծառաներից եւ նրա ժողովրդից։ Բայց Փարավոնը թող այլևս չխաբի ժողովրդին, թույլ չտալով, որ զոհ մատուցի Տիրոջը»։ Մովսեսը Փարավոնի մոտից դուրս եկավ եւ աղաչեց Տիրոջը։ Եվ Տերը Մովսեսի խոսքի պես արեց ու վերացրեց շնաճանճերը Փարավոնի, նրա ծառաների եւ նրա ժողովրդի վրայից։ Մի հատ շնաճանճ էլ չմնաց, բայց Փարավոնը այս անգամ էլ կարծրացրեց իր սիրտը եւ չարձակեց ժողովրդին։ Փարահեղ Հայր, Աբբա, շնորհակալ ենք քո սուրբ խոսքերի համար։ Տեր, այս խոսքերը թող կենթանի օրինակ լինեն, կենթանի խոսք լինի քեզանից մեզ համար։
Թե որպես քրիստոնյա ինչպես պիտի վարվենք, որ անկախ նրանից մեզ միշտ խափեն իրենց խոստումը չպահեն, մենք պարտավոր ենք խոստում պահել, որտեղ մենք քո առաջ ենք ապրում, Տեր ջան։ Թող որ մենք փարավոնի պես սրտներս կարծրացրած մեր խոստումները չկատարող մարդիկ չլինենք, Տեր։ Թող այս ամենը մեր սրտում բացի, որ մենք բոլորս քո կարիքն ունենք, փրկչի կարիքն ունենք, որ ետ դառնանք կռապաշտությունից, որ ավելի զարգացել է այս դարում, որովհետև հիմա միայն այդ հայտնի չաստվածները չեն, այլ նաև մենք ենք դարձել մեր աստվածները, մեր հարստությունը, մեր գիտելիքը եւ այլն, Տեր, որպեսզի քո ցասումը մեր վրա չգա եւ քո շնորհով ծածկվենք։ Լսեք նախկին դասերը, սիրելիներս, երեք մենք խոսեցինք ոչլի պատուհասի մասին, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ շնաճանճերն են եկել։ Եվ երեք, երբ որ խոսում էինք ոչլի մասին, մենք տեսանք, որ կախարդները չկարողացան Եգիպտոսին նույն բանը անել։ Եվ ասեցինք, որ սատանայի զորությունը սահմանափակ է, իսկ Աստծոն ոչ։ Խոսեցինք նաև այն մասին, որ սատանան արարել, բարիք անել չի կարող, որտեղ նա արարիչ չի, նա կապիրովկա անողա ընդամենը։ Տերն ասաց Մովսեսին. «Վեր կաց վաղ առավոտյան եւ կանգնիր փարավոնի առաջ, ահա դուրս է ելնում դեպի ջուրը, ու ասա նրան. Տերն այսպես է ասում. Արձակիր իմ ժողովրդին, որ նրանք պաշտեն ինձ, իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա, քո տների վրա, արձակիր իմ ժողովրդին, որ նրանք պաշտեն ինձ»։ Աստվածաշնչում գրված չէ, թե արդյոք փարավոնը պատասխանեց այս խնդրանք հրամանին, թե ոչ։ Հնարավոր է արձագանք չի եղել, հնարավոր է, որ փարավոնը ուղղակի անտեսել է Մովսեսի ուղերձը։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես եւ այն հողը, որի վրա նրանք բնակվում են, բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, Գեսեմի տարածքը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, եւ այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը երկրի մեջ։ Որպեսզի սա հասկանալի լինի, դարեր առաջ, երբ Հովսեփը Եգիպտոսում էր եւ սովի ժամանակ նա իր իմաստությամբ, աստվածային իմաստությամբ դարձավ նախկին փարավոնի աջ ձեռքը եւ փրկեց Եգիպտոսը սովից, երբ Հովսեփի հայրը Հակոբը, որ Իսրայել է կոչվում, իր մյուս որդիների, թոռների հետ եկավ, փարավոնը իրենց ասեց գնացեք ապրեք Գեսեմի երկրում, որը Եգիպտոսի մասն էր կազմում եւ շատ առատ լավ հող էր, եւ իսրայելցիները այնտեղ էին ապրում։ Եվ հիմա Աստված ասում է, այս շնաճանճերը գալու են ամբողջ Եգիպտոսի վրա, բացի այն տարածքից, որտեղ իմ ժողովուրդն է ապրում։ Ասենք, չգիտեմ, Վանաձորի չափ մի տեղ կամ ավելի, ասում է ամբողջ Եգիպտոսի վրա, բացի այդտեղից։ Սա առաջին հիշատակումն է այն մասին, որ Եգիպտոսի Գեսեմ տարածքը, որտեղ ապրում էին իսրայելցիների մեծ մասը, փրկվել է պատուհասներից։ Հնարավոր էր, որ Իսրայելի ժողովուրդը գոնե որոշ չափով տուժել էր նախորդ պատուհասներից, բայց այս պատուհասից Աստված ասում է, որ նրանք զերծ կմնան, կփրկվեն, եւ ասում է ես բան եմ անելու, կողմնապահություն եմ էլի ոնց որ անելու, քո ժողովուրդը տառապելու է, իսկ իմը ոչ։ Ինչու՞։ Պարզ ասում է Աստված, ինչու, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը երկրի մեջ։ Աստված այնքան զորավոր է ու կարող է շնաճանճ ուղարկել ամեն տեղ, բացի մի փոքր տարածքից։ Նա կարող է կարկուտ բերել մի փոքր տարածքում, բայց ոչ ամենուրեք։ Եվ Աստված այսպես նաև բացատրում է, որ երբ որ մեկին անտեսում ենք, արհամարում ենք, բանի տեղ չենք դնում, դա հավասարազոր է այդ մարդուն ատելուն, մեր անտարբերությունը ատելություն է դրսևորում, եւ ստացվում է մեր անտեսելը նույն բանն է, ոնց որ թե մեկի վրա հարձակվես։ Այսինքն անտեսելը, արհամարելը ագրեսիայի տեսակ է, պասիվ ագրեսիա։ Եթե փարավոնը կարծում էր, որ կարող է անտեսել Աստծուն եւ նրա պատգամաբերին,
սխալվում էր եւ դրա համար պատուհասները շարունակվելու են։ Հիմա եթե դու անտեսում ես Աստծուն, Աստծո խոսքը, Աստծո ճանապարհները, ականջդ փակում ես ու սիրտդ փակում ես, դու էլ Աստծո հանդեպ ոնց որ իրեն բանի տեղ չես դնում, արհամարում ես, եւ դա ագրեսիա է։ Դրանով դու հարձակվում ես Աստծո դեմ եւ Աստծոց հասումն ես շարժում։ Բայց փառք Աստծո, որ մենք ապրում ենք շնորհի դարաշրջանում, որ կա Հիսուս Քրիստոս եւ ապաշխարելու ու ներվելու հնարավորություն։ Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի եւ քո ժողովրդի միջև, վաղը կլինի այդ նշանը։ Աստված ուզում էր, որ փարավոնը իմանար, որ Աստված առանձնացրել էր իր ժողովրդին, իր փառքը նրանց միջոցով ցույց տալու համար, նրանց միջոցով աշխարհին փրկություն բերելու համար։ Փարավոնը հրաժարվեց դա ընդունել, դրան հավատալ, ճանաչել դա, ուստի պատուհասները շարունակվեցին։ Եթե միայն թույլ տանք, որ Աստծո հոգին անարգել գործի, նա ներքին բաժանում կառաջացնի մեր կյանքերում եւս։ Մեր ճաշակներն ու ցանկությունները, մեր հույսերը ու նպատակները կտարբերվեն մեր շրջապատի մարդկանցից, եւ մենք կիմանանք մեր եւ աշխարհի միջև աճող տարբերությունը, ասում է մեկնաբանը։ Եթե նախկինում ինձ համար երեկոները, չգիտեմ, քաղաքում մանգալներ, կինոթատրոններ, ռեստորաններ գնալը, հիմա ինձ համար ավելի կարևոր է Աստծո խոսքը կարդալը, Աստծո խոսքը տարածելը, Աստծո ժողովրդին ծառայելը։ Սա չի նշանակում, որ ես նա ընդհանրապես չեմ անում, բայց ցանկություններն են փոխվում։ Եթե առաջ դիսկոտեկա գնալը ջահել ժամանակ շատ կարևոր էր, հիմա դա անկարևոր է ու մի բան, որ չեմ անի։ Այսինքն մեր ցանկությունները պետք է փոխվեն։ Եթե միայն եւ տեսնում ենք, որ գալիս է 4-րդ պատուհասը, շնաճանճերի պատուհասը, եւ Տերը այդպես էլ արեց։ Մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան եւ նրա ծառաների, տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Բառացիորեն ասվում է, որ Աստված Եգիպտոսի վրա մի խումբ, ոնց որ ոհմակ եւ եբրայերեն ավրոբ ուղարկեց։ Այն չի նշում, թե ինչ էր այդ խումբը։ Հնարավոր է դա տարբեր միջատների, ճանճերի, մոծակների խումբ էր։ Սաղմոս 78:45-ում ասվում է, որ այդ ոհմակը ուտում էին նրանց, եւ սա ցույց է տալիս, որ խմբերի մեջ կային խայթող միջատներ, ճանճեր, գուցե աջուն ծծող միջատներ։ Ոչ ոք չխուսափեց այս սարսափելի պատուհասից, բացի Իսրայելի ժողովրդից, որը մեծ մասամբ բնակվում էր Գեսեմ տարածքում։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։ Սա ցույց է տալիս, որ այս պատուհասի նպատակը հավանաբար նույնն էր, ինչ ոչիլների պատուհասը։ Այն անմաքրության մեջ եգիպտական չաստվածներին չէին կարող երկրպագել։ Քահանաները պետք է ծիսական մաքրության մեջ լինեին, որպեսզի երկրպագեին, իսկ այս անմաքրության մեջ չէին կարող։ Ուներից տեսնում ենք, որ այս ամենը ուղղված է այդ չաստվածների, այդ կռապաշտության դեմ, որ կար Եգիպտոսում։ Եվ Աստված ասում է. ես եմ միակ Աստվածը, ես եմ միակը, ում պիտի ծառայեք եւ ում պիտի երկրպագեք։ Եվ փարավոնը փորձում է փոխզիջման, կոմպրոմիսի գնալ Մովսեսի հետ։ Փարավոնը կանչեց Մովսեսին եւ Ահարոնին եւ ասաց. գնացեք ձեր Աստծուն զոհ մատուցեք, բայց այս երկրում։ Այս հարցում փարավոնը փոխզիջում է առաջարկում Մովսեսին։ Այսինքն ասում է թույլ կտամ, որ երկրպագեք ձեր Աստծուն, բայց Եգիպտոսից դուրս չեմ թողնի գաք։ Փարավոնը ցանկանում էր բանակցել Մովսեսի եւ Տիրոջ հետ եւ գտնել փոխզիջման ընդհանուր հիմք։ Չարը միշտ փոխզիջում կոմպրոմիս է առաջարկելու, առաջ քաշում։ Ու եթե լսես ու ընդունես այդ կոմպրոմիսը, այդ փոխզիջումը, դու կմնաս ստրուկ, չարի ստրուկը, մեղքի ստրուկը, խաբեության ստրուկը եւ Աստծո նպատակները քո կյանքում չեն իրականանա։ Ազատության միակ ճանապարհը, Աստծո նպատակների քո կյանքում իրականանալու միակ ճանապարհը դա
չարից հեռանալն է, մեղքից հեռանալն է, ստությունից, կեղծիքից հրաժարվելն է, կուրքերից հրաժարվելը եւ Աստծուն դառնալն է։ Միայն այդպես է մարդը ազատվում բոլոր ստրկություններից եւ գտնում այն ազատությունը, որ Աստված ունի իր համար եւ նրա կյանքում կատարվում են Աստծո նպատակները։ Աստծո նպատակն է, որ իր մեջ դու ազատ լինես։ Դա լկտի ազատություն չի, այլ ճշմարիտ ազատություն։ Մովսեսն ասաց. կարելի չէ այդպես անել, որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելի ենք զոհում Տիրոջը մեր Աստծուն, եւ եթե եգիպտացիների համար գարշելին զոհ մատուցենք, իրենց աչքի առաջ մեզ չեն քարկոծի։ Մովսեսը հիշեցրեց փարավոնին, թե ինչ ոնց որ հանրային աղմուկ կբարձրացնի անասուններին զոհելը ու պնդեց, որ պիտի գնան անապատ, որ երկրպագեն Աստծուն եւ անեն անհրաժեշտ զոհողությունները, որ Աստված կասի։ Այսպիսով Մովսեսը հրաժարվեց փողզիչման գնալ փարավոնի հետ եւ տեսնում ենք նաեւ, որ Մովսեսը ել չի վախում, այլ համարձակ խոսում է փարավոնի հետ։ Մովսեսը հրաժարվում է այն հիմքի վրա, որ Եգիպտոսում զոհաբերություն անելը նման կլինի այս օրերին մուսուլմանական մզկիթում խոս սպանելուն կամ հինդուիստական տաճարում կովի մորթելուն։ Այն իմաստով, որ եգիպտացիները կենդանիներին աստվածներ էին համարում, սուրբ էին համարում, ըստ հրեաները, եթե դրանց զոհաբերեին, դա կհամարվեր հայհոյանք։ Եվ Աստծո նպատակը չէր այդ ժամանակ իր ստրուկ ժողովրդին պատերազմի մեջ ներքաշելու զորավոր Եգիպտոսի հետ։ Այսինքն ամեն իրավիճակում նաև պետք է խոհեմություն ցուցաբերենք, աստվածային իմաստություն։ Երբ որ ես խոսում եմ Աստծո մեջ ազատ լինելու մասին, մենք ստեղծված ենք Աստծուն երկրպագելու, Աստծուն փառաբանելու եւ Աստծո հետ շփվելու համար։ Մեր արարվելու ողջ նպատակը դա է Աստծո ընկերները, Աստծո մարդիկ լինելու համար։ Եվ մեղքը մեզ հեռացրել է դրանից, մեզ ստրուկ է դարձրել։ Երբ որ մենք խոսում ենք Աստծո մեջ ազատ լինել, նշանակում է ազատ լինել վերադառնալու այն սկզբնական նպատակին, որի համար մարդը արարվել է, ազատ լինել պաշտելու Աստծուն։ Այդ բոլոր կաշկանդվածություններից ու կապանքներից ազատված, որ մեղքն ու աշխարհը դրել են մեզ վրա իրենց կեղծիքով ու ստերով։ Ոչ թե ազատ լինենք, ուր ուզում ենք գնանք, ինչ ուզում ենք անենք, դա աշխարհիկ ազատությունն է, ոչ ազատ լինել Աստծուն փառաբանելու համար։ Այն մարդը, որ ազատ է Աստծուն երկրպագելու եւ Աստծո համար ապրելու, այդ մարդը իրապես ազատ մարդ է։ Շարունակեմ։ Հիմա էլ վկա ենք դառնում փարավոնի կեղծ զղջմանը։ Կարծես թե զղջում է, կարծես թե մտքափոխ է լինում, Փարավոնն ասաց. Ես ձեզ կթողնեմ, որ գնաք եւ ձեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ Թվում է, թե իսկապես մտքափոխ է եղել։ Սա հստակ խոսում էր, որ փարավոնը նորից որը փարավոնը նորից չէր կատարելու, նորից գետնով էր տալու իր իսկ խոստումը։ Մենք չենք կարող ասել, թե արդյոք փարավոնը դիտավորյալ ստեց Մովսեսին, թե պարզապես փոխեց իր միտքը, երբ շնաճանճերի պատոհասը անցավ։ Շատ մարդիկ ցավոք սրտի աղետի ժամանակ, օրինակ կովիդի ժամանակ, հիվանդության ժամանակ, դժբախտության ժամանակ, չգիտեմ, բաժանությունների ժամանակ, պատերազմի ժամանակ, սովի ժամանակ, երկրաշարժի ժամանակ, մահացու վիճակում գտնվելու ժամանակ դիմում են Աստծուն, եւ երբ իրավիճակը լավանում է, նրանք գրեթե անմիջապես իրենց սրտերը կարծրացած են դարձնում Աստծո հանդեպ։ Փարավոնը մարդկության անսովոր ու տարօրինակ օրինակ չէր, այլ փարավոնը նման է մեզանից շատերին, գուցե յուրաքանչյուրիս, եթե ոչ յուրաքանչյուրիս, ապա մեծամասնությանը։ Փարավոնի կերպարը ամեն մարդու է ներկայացնում։ Գիտեք,
Երբ որ օդանավում խնդիր ա լինում, օդանավը վայր անկնում, ասում են, որ այնտեղ ոչ մի աթեիստ չի լինում, բոլորն էլ աղոթում են Աստծուն։ Բայց եթե այդ օդանավը չընկնի եւ իջնի ներքև, դրանցից մեկը եթե մնա հավատացյալ, լավ է։ Այսինքն միշտ, երբ մեզ վտանգ է սպառնում, մենք Աստծուն ենք դիմում, բայց հենց այդ ամենը անցնում է, մոռանում ենք։ Ես միշտ հիշում եմ երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմերը, ֆաշիստները ինչ հեշտությամբ, ինչ թեթևությամբ մարդ էին սպանում, բայց երբ որ բռնվում էին ու իրանց սպանելու վախն էր գալիս, ձեռքերները բարձրացնում էին ու սկսում աղաչել ու ողորմություն խնդրել։ Այ մենք այդ ենք, Աստծուն անարգում ենք, բայց հենց կարիքի մեջ ենք հայտնվում, Աստծուն հիշում ենք։ Ես ձեզ կթողնեմ, ասաց Փարավոնը։ Այս խոսքերից հասկանում ես, որ Փարավոնը միամտաբար, հիմարաբար կարծում էր, որ ինքն է տիրապետում ու վերահսկում եւ իրավիճակը եւ Իսրայելին, չհասկանալով, որ ամեն իրավիճակ կառավարում է Աստված եւ որ Իսրայելը պատկանում էր Աստծուն։ Նրանք Փարավոնի ժողովուրդը չէին։ Փարավոնը երբեք նրանց չէր ընտրել, նա երբեք նրանց այնտեղ չէր բերել, նա չէր կռվել նրանց հետ եւ չէր հաղթել նրանց։ Նրանք պատերազմի գերիներ չէին, ոչ էլ բնակվում էին այնպիսի տարածքում, որը արդարացի հակամարտության վայր էր, ասում է Չարլզ Սպըրջենը։ Այս Փարավոնը խափնված մարդ էր, ինչպես ես ու դու։ Ինձ համար աղոթեք։ Սա էլ ցույց է տալիս, որ Փարավոնը շատ լավ էլ գիտեր ու ճշգրտորեն գիտեր, թե ումից էին գալիս պատուհասները եւ ինչպես կարելի էր դրանք դադարեցնել։ Նա հասկացել էր, որ իր չաստվածները իրեն չեն կարողանում օգնել։ Միակ ձևը Տեր Աստծուն խոնարհաբար դիմելն էր։ Մովսեսն ասաց, Մովսեսը այստեղ խոստանում է, որ հեսա դուրս կգա ու կաղոթի Աստծուն, որ շնաճանջերը կհեռանան։ Բայց ասում է, տես, չխաբես մեզ նորից, չխաբես Իսրայելի ժողովրդին ու նորից թույլ չտաս, որ զոհ մատուցենք մեր Տիրոջը։ Եվ Մովսեսը դուրս է գալիս եւ որպես Աստծո ծառա անում իր խոստումը եւ աղոթում Աստծուն եւ Աստված ինչպես միշտ լսում է իր ծառայի աղոթքը եւ պատասխանում ու շնաճանջերը վերանում են Փարավոնի, նրա ծառաների եւ նրա ժողովրդի վրայից։ Մի հատ էլ չի մնում։ Մովսեսը բարեխոսում է, անում է այնպես, ինչպես խնդրել էր Փարավոնը, անում է այնպես, ինչպես ինքը խոստացել էր, եւ Աստված էլ պատասխանում է Մովսեսի աղոթքին։ Աստված միշտ լսում է մեր աղոթքին, եւ եթե մեր աղոթքը Աստծո կամքով է, նա միշտ էլ պատասխանում է։ Մի հատ ճանճ էլ չի մնում։ Հետաքրքիր է, որ Մովսեսը Փարավոնին, բայց ասում է. «Էլ ժողովրդին չխաբես»։ Փարավոնը ժողովրդին հուսախաբ էր անում, բայց խաբում էր Աստծուն։ Երբ մենք ինչ որ մեկին խաբում ենք, մենք Աստծուն ենք խաբում։ Երբ մենք ինչ որ մեկի դեմ սուտ վկայություն ենք տալիս, մենք Աստծո դեմ ենք սուտ վկայություն տալիս, որտեվ Աստված ամեն բան գիտի։ Ու մենք մեր սրտում ասում ենք Աստված չգիտի, Աստված չի լսում, Աստված չի տեսնում, ինչ էլ անեմ, անպարտ անդադաստան կմնամ, բայց դա այդպես չէ։ Աստծո համբերությունը մենք չպիտի խառնենք նրա հետ, որ նա մեզ չի դատելու։ Բայց Փարավոնն այս անգամ էլ կարծրացրեց իր սիրտը եւ չարձակեց ժողովրդին։ Չնայած Աստծո բարությանը Փարավոնի եւ Եգիպտոսի հանդեպ, Փարավոնը շարունակում է կարծացնել իր սիրտը։ Նա ցույց է տալիս, թե որքան խորը եւ ծանր ու անդառնալի կարող է դառնալ մարդու սրտի աստիճանական կարծրացումը։ Երբ մենք շարունակում ենք մեղքի մեջ մնալ եւ մերժում ենք Աստծո ընձեռնած հնարավորությունները, Աստծո տված շանսերը մեզ համար, զղջալու, խոստովանելու, պատասխանատվություն վերցնելու, ապաշխարելու եւ Աստծուն վերադառնալու, մեր սրտի ու մտքի կարծրացումը շարունակվում է։ Եվ այդ կարծրացումը նկատելի է դառնում, տեսանելի է դառնում մեր կյանքի ընթացքի մեջ։ Օրինակ, ասենք, ընտանիքի հայրը մի օր չի արթնանում ու իր ողջ աշխատավարձը տանուլ տալիս կազինոյում, այլ դա տեղի է ունենում կամաց-կամաց։
Սկսվում է մանր խաղադրույթներ դնելով, ընկերների կամ բարեկամների հետ, փոքր գումարներ, գուցե աննկատ, ոչ մեծ քանակությամբ, սպորտի վրա մի քիչ, բայց որքան շարունակում ես, այնքան սիրտդ կարծրանում է, հաջորդ անգամ ավելի մեծ գումար ես դնում, մյուս անգամ ավելի մեծ, ու մի օր էլ արթնանում ես, տեսնում ես տունդ ես կորցրել, ընտանիքդ ես կորցրել, որտեղ սիրտդ կարծրացել էր, ու էլ Աստծո նախազգուշացումները չես լսում, ու ետ դառնալու հնարավորությունները չես ընդունել։ Նույնը վերաբերում է ամոթալի ամեն կարգի սեռական այլասեռվածությանը։ Սկզբում մի հատ պիղծ նկար, կամ ամսագիր, կամ ֆիլմ, նայում ես, հրճվում ես, հաճույք ես ստանում, ընթացքում սիրտդ կարծրանում է, հաջորդը կնոջդ ես դավաճանում մեկի հետ, մյուս անգամ երկուսի հետ, երեքի հետ։ Եվ այդպես այլասեռվածությունը հաստատվում է կյանքումդ։ Կամ ալկոհոլը։ Նախ ընկերների հետ մի քիչ հաճույքի համար, հետո գիշերային ակումբում, որ հանկարծ ընկերները չծաղրեն, եւ այլն, եւ այդպես դառնում է կախվածություն, որտեվ սիրտուդ միտքդ կարծրանում է։ Եվ նույնը լինում է բոլորիս հետ, թե հարբեցողը, թե շնացողը, թե բամբասողը, թե խաղամոլը, թե մարդասպանը, թե ստախոսը, թե ծնողին չհարգողը, թե դավաճանը, թե ճոռոմացնողը, չափազանցնողը, թե սուտ վկայություն տվողը, թե թմրամոլը, թե նախանձողը, թե անվերջ դժգոհողը։ Սկզբից գործում ենք միայն այնքան չարիք, որքան մեր համարձակությունը մեզ թույլ կտա, բայց հետո մեր սրտերը կարծրանալուց հետո այնպիսի չարիքներ են գործում, որոնցից մի ժամանակ հենց մենք կսարսափեինք, ասում է մեկնաբանը։ Այսքանը այսօր, սիրելիներս, օրհնում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով եւ նրա արյան ծածկոցն եմ ակտիվացնում ամենքիս վրա։ Աստված, մենք պաշտպանված ենք Քրիստոսի արյունով, եթե Քրիստոսին ենք պատկանում եւ հնազանդվում ենք։ Եթե մենք չենք հնազանդվում, մենք պաշտպանված չենք։ Բառերով կախարդություն չենք կարող անել։ Հնազանդության մեջ է մեր պաշտպանությունը։ Ամեն։